Ողջույն հարգելի Front TV հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Իսրայելյան, 2 ամսով երկարացրեցինք 40+10 սոցիալական ծրագիրը արցախցիների։ 2 ամիս հետո ինչ է սպասվում արցախցիներին, ինչ է լինելու արցախցիների վիճակը։ Հաշվի առնելով այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք ենք բերել կառավարության հետ, հիմիկվա ներկա իրավիճակում ձևավորած մասնագիտական խմբերը աշխատանքներ են իրականացնում բնակարանային այդ կարևոր կետերի մեջ փոփոխություններ մտցնելու համար, որ հետագայում արցախահայության համար դառնա հասանելի այդ բնակարանային փաթեթից օգտվելու։ Կան իրոք դեղ շատ լուրջ հարցեր, կան իրոք շատ լուրջ պահանջող փոփոխություններ մտցնելու կարիք, դրա համար այս վերջի ժամանակները ինտենսիվ հանդիպումներ մասնագիտական այդ խմբերը կառավարության հետ փորձում են այդ բաները փոփոխությունները մտցնել համաձայնության կառուցողական ինչ-որ աշխատանքներ իրականացնեն, բայց դեռ կա հագին հարցեր, որ ընթացքում մենք հետևողական լինելով, որ իշխանության կողմից չլինի բաստողում կամ ինչ-որ մանիպուլյացիայի ձևով կամ էլ վերջում անվանենք, որ խաբել են, սուտ է եղել, մենք այս ընթացքում արդեն արդյունքներից եզրակացություն ենք արդեն ձևավորելու, որ հանրությանը ներկայացնենք այս ժամանակահատվածում ինչ է արվել, ինչ արդյունքների ենք հասել, կամ չի ստացվել, կամ չի ձևավորվել այդ ձևի աշխատանք խոսքի իշխանության կառավարության հետ, որ ներկայացնենք մենք հաջորդ մեր անելիքների մասին, հետագա անելիքների մասին, ինչ կապված է 2 ամսվա հետ կախված է սոցիալական աջակցությունը արցախցիներին, դա կառավարության կողմից ներկայացրած այդ 2 ամիս ժամկետներ, որ իրանք վստահ էին, որ 2 ամսվա ընթացքում դա բավարար ժամանակ է, որ բոլոր այդ հարցերի պատասխանները կամ այդ բոլոր այդ կետերի փոփոխությունները, բարելավման փոփոխությունները մտցնեն, իրականացնեն եւ հաստատեն։ Իմ կարծիքն անձամբ սկզբնական շրջանում ես դեմ եմ եղել այդ 2 ամիս հասկացողությունը, որովհետեւ ես ասել եմ, եթե իշխանության կողմից իրոք կա ցանկություն կայացնելու որոշումները դրական կամ ժողովրդի պահանջները բանանելու համար անիմաստ էր սահմանափակ ժամկետ ներկայացնվել կամ մի ամիս կամ 2 ամիս, այստեղ անժամկետ պիտի լիներ, որովհետև օրենքն էլ է իրենց ձեռը, հնարավորությունն էլ է իրենց ձեռը, մի ամսվա մեջ կլուծվեր, մի ամսվա մեջ կլուծվեր, 2 ամսվա մեջ կլուծվեր, բայց որ սահմանափակել են, այստեղ մեզ կասկածանքի տեղ է տվել, որ իշխանությունը կառավարության ներկայացուցիչները ընթացքում փորձելու են արդեն իրանց խոսքի այդ ձևաչափը մոտեցումները ավելի մեծ բանով ներկայացնեն, հաստատեցնելու համար, բայց գիտեմ, թե խորհրդի անդամները ու ներկայացրած այդ խմբի ներկայացուցիչները պիտի ուշադիր լինեն բոլոր այդ բանակցային պրոցեսների ընթացքում, բացի բանակցային պրոցեսների ընթացքը իրանք էլ իրաց կողմից լուրջ պիտի ճնշում գործադրեն այդ ընթացքում բանակցելու ընթացքում, որ հասնենք մենք այն արդյունքներին, որը բավարարելու է արցախահայությանը կամ այդ փաթեթի հետ կախված այդ նշված կետերի փոփոխությանը։ Պարոն Իսրայելյան, այսինքն ճիշտ հասկացա, եթե 2 ամսում այդ փոփոխությունները տեղի չունենան, կառավարությունը պարտավոր է նորից երկարացնել այդ ծրագիրը։ Այո, ես հենց դրա վրա եմ հիմիկվա աշխատանքներն, ուղղություններն տեսնում, որ եթե իշխանության կողմից իրենց տված խոստումները չբավարարի կամ ժամկետում խոստված ժամկետում բան չլինի, կառավարության կողմից պիտի շարունակական սոցիալական աջակցությունը շարունակի, հիմի այս ժամանակ այնքան մինչև այդ հարցերի պատասխանները
կառուցողական, նորից եմ ասում, կառուցողական եւ բարելավված իրավիճակում բան չանեն, արդեն չարձանագրվի։ Եթե, ես էլ ասեմ, եթե կառավարության կողմից սկսեն խոչընդոտելը կամ խանգարելը կամ մեզ փորձել շեղելը, ես ինքնից հանրությանը ասում եմ, մենք պիտի պատրաստվենք ավելի մեծ հանրահավաքի ու այդ հանրահավաքի միջոցով էլի ճնշելով, էլի գնալով կոշտ քայլերի կամ այդ մեկ արդեն կներկայացնենք ինչ հաջողա, որովհետև միայնակ ձևաչափը իշխանության հետ կամ էլ կառավարությանը հասցնելու մեր ձայնը, մեր բողոքը, մեր պահանջը մենակ այս ձևի ենք մենք տեսնում միասնական, մեծ քանակով, հանրահավաքով ու փողոցի պայքարով, խոսելով, դիմում գրելով, խոստումներ լսելով, սուտ մութ թեզեր ներկայացնելով դա հարցի պատասխանը չի ու լուծումը չի։ Ու ես դրա համար հանրությանը մեր ժողովրդին ասում եմ, եթե այն պահանջները խոստովանած իշխանության կողմից չիրականացվի, մենք պիտի գնանք էլի նույն հաջորդ քայլերին ու հաջորդ գործողություններին։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները Ազատության հրապարակում վրան էին տեղադրել եւ կառավարությանը ներկայացրել էին 17 պահանջ, որից հետո կառավարությունը երբ որ համաձայնվեց ու երկարացրեց 40+10 սոցիալական ծրագրի երկարացումը, վրանը հանեցին։ Արդյոք սա հետնահանջ չի դիտարկվում, հետնահանջ չի դիտարկվում։ Ես կասեմ, ստեղ հետնահանջի հետ կախված ընդհանրապես ոչ մի բան չկա, որովհետև մենք սկզբնական շրջանում արձանագրել ենք արդեն արդյունքներ, ստեղ մի հատ հասկացողություն կա երկարաժամկետ հարցի լուծումներ, կա կարճաժամկետ, հաշվի առնելով արցախահայության իրավիճակը Մայր Հայաստանում ծայրահեղ գտնվելու, այդ սոցիալական աջակցության հետ կախված, այդ բնակարանային այդ հարցերի հետ կախված, ստեղ կա առաջնային հարցերի լուծման կարճաժամկետ մոտեցումը։ Մենք այդ ձևաչափերը խոսքի գիտեմ, թե հանրությունն էլ է դա հասկանում, ժողովուրդն էլ մեր հասկանում, դա չի նշանակում, որ մնացած 12 կետերը ներկայացրած պահանջներից մենք ոնց կարող է այդպես բան լինել, որովհետև այդ հանրահավաքի մասնակցել են անհետ կորածների ծնողները, այդ հանրահավաքի մասնակցել են գերիության մեջ գտնվող մեր եղբայրների հարազատները, այդ հանրահավաքի ներկա եղել են այն մարդիկ, որոնք ընդհանրապես ոչ մի բան չի հետաքրքրում, մենակ ուզում են իրանք հետ վերադարձ իրենց հայրական, պապական տունը, ստեղ տարանջատել իմաստ չկա, ստեղ տարանջատել փորձում են մենակ այն պառակտող խոսքի ներկայացուցիչներ կամ անձեր, որոնց ձեռ չի տալիս արցախահայության միասնությունը, արցախահայության կարևորությունը, դերակատարությունը, որովհետև միշտ իրանք սովորել են արցախահայությանը կամ էլ հանրությանը մեր ժողովրդին որպես օգտագործող խոսքի մասսա տեսնեն, բայց այդտեղ հիմի ժողովուրդը որպես դերակատար են, ոչ թե մասնակից։ Մենք այդ դերակատարությունը պահելու ենք, ամրագրելու ենք, ամրապնդելու ենք ու հետագա բոլոր մեր հարցերի պատասխանները մենք տեսնում ենք մենակ այս ճանապարհով, որ հանրությունը պիտի պահանջատեր լինի, ժողովուրդը պիտի գնա իր իրավունքների հետևից, համ պահանջողը, համ գնացողը, ոչ թե ինչ-որ մեկը ուղերձի կամ էլ ինչ-որ մեկը ցույց տա այդ ճանապարհը։ Մեզ հետ էլ ինչ պիտի կատարվի, որ այսօրվա իրավիճակում կամ ինձ որպես արցախցի կամ մեր արցախցիների մնացածներին ասեն ինչ պիտի անեք կամ էլ ոնց ճիշտը ոնցն է սխալը։ Հերիք է, մենք արդեն հոգնել ենք։ Մենք մեզ այնքան օգտագործել են, մեզ այնքան խաբել են, որ մենք այդ process-ը մեր հետ կախված, մեր բոլոր հարցերի հետ կախված, ուզում ենք համ պատասխանատվությունը մենք լինենք հանրությունը, համ պահանջատերը մենք լինենք, համ էլ բոլոր գործընթացների մեջ մենք դերակատար լինենք, որ իմանանք ինչ է կատարվում, ինչ ուղղությամբ են գնում, որ վերջում չասենք, որ մեզ օգտագործել են կամ տարել են զոհաբերելու։ Հիմա արդեն այդ այս մոտեցումները ես գիտեմ, թե դա մենք պիտի կարողանանք գեներացնել ավելի մեծ խմբվածություն, համախմբվածություն ցույց տանք, ու ես ձեզ ասեմ, թե երկրի ղեկավարներն են, թե բոլոր մնացած անձերը այդ հանրությանը լսելու են, որովհետև իրենք էլ են կախված այդ հանրությունից։ Վաղվա օրը իրենց ասած մի միտքը կամ էլ իրենց փորձերը աշխատել ինչ որ ոլորտում
գալ համոզելով իրաց պետք է հանրության հետ լինեն բաց թափանցիկ աշխատանքներ իրականացնեն, որ հանրությունը մեջ հավատք ու հույս առաջանա, բայց չունենք ցավոք սրտի այսօր այդ, որ ունենայինք այսօր ու չենք ընկնի, որ այդ հույսը հավատը լիներ, մենք այս փորձանքների մեջ չենք հայտնվել ու կլինենք Սուրբ Արցախում։ Բավականին քննադատվեց այն, որ վրանում հանդիպումներ էիք ունենում քաղաքական ուժերի հետ, նշվում էր, որ արցախցիներին փորձում են օգտագործել քաղաքական շահերի սպասարկման համար։ Ինչ կասեք այս քննադատությունների վերաբերյալ, որոնք հիմնականում եղել են իշխանությունների կողմից։ Նաև նշվել է, որ արցախցիների խնդրով փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել։ Դե նայեք, նմանատիպ միջոցառումների կամ նմանատիպ գործընթացների ընթացքում բոլորը փորձում են դրանից այդ իրավիճակից դիվիդենտներ հավաքելու, թե շեղելու, թե օրակարգից մեզ փորձելու ուրիշ ուղղություն բանալու, ամեն ինչ եղել է, ամեն փորձ եղել է, բայց սկզբնական շրջանում խորհրդի կողմից առաջնային խոսքի դրվածքը ոնց որ դրված է եղել, որ մենք օրակարգից չեք շեղվելու, մենք կարողացել ենք միջև վերջը օրնել, պահպանել մեծ դժվարությունով, ասեմ ձեզ, ճնշումներ շատ ա եղել, տարբեր կողմերից ձեր մեջբերումները, որ թե իշխանության կողմից, թե տարբեր ներկայացուցիչների կողմից փորձել են հանրության մեջ այն ձևի բանով ներկայացնել, որ ուղերձվում է կամ էլ ինչ որ վատ բաներ։ Մենակ վատ բան, ասեմ էլի, որ չմանրամասնեմ ինչ որ ով ինչ փորձել է, վատ իմաստով է փորձել։ Մենք մեր այս բանով, այս փոքր խմբով ու հանրության մեծ աջակցությունով մենք կարողացել ենք բոլորին ապտակել։ Ես այդ բառացիորեն ասեմ, բոլորին ապտակել։ Բոլոր այն մարդիկ, որ փորձել են բառակտում մտցնել, մենք դրանց ապտակել ենք։ Բոլոր իշխանության կողմից ատելություն սերմացնող այն ներկայացուցիչների մենք նրանց ապտակել ենք։ Կային հանրության մեջ տեսել ենք ինչ ձև է, մի քիչ սկզբից փորձել են ու կարողացան ատելություն հանրության մեջ ժողովրդի իրար նկատմամբ արցախցի, հայաստանցի, այս մեկը մյուսը փորձեր կային, բայց հիմիկվա իրավիճակում ես գիտեմ, թե Մար Հայաստանում գտնվող հայաբնակ մեր հայրենակիցները ու մեր արցախցիների մեծամասնությունը գիտակցաբար հասկացան դրա կարևորությունը, ինչ այդ շարժման կամ էլ այդ նպատակներին, որ մենք ուզում, որովհետև այստեղ առաջնահերթ ժողովրդի շահերն էր ներգրավված հայ լինելու, հայ ապրելու համար այս երկրում, ուրիշ ոչ մի բան, այդ մնացածները թե ինչ փորձեր են արել կամ անելու են, էլի ալնելու, տես բաներ ես շարունակում եմ մինչև օրս։ Ու ցավոք սրտի դա մեր արցախցիների մեջ էլ կան այդ ձևի ակտիվ, ես դրանց միշտ ասում եմ 1000 դրամանոց սրիկաներ, որովհետև դա գիրոք, եթե դու Արցախը կորցնելուց հետո դու եկել ես այդտեղ, չունես այն մտահոգությունը Արցախի հետ վերադարձի կամ արցախցիների իրավունքների հետ կախված այդ շահերը չես բանանում, այլ ինչ որ մարդկանց կողմից ես ուղերձվում կամ էլ փորձում ես ինչ որ քեզ քո կերպարը առավելագույն բառանել, ես հաշվում եմ դրանք ընդհանրապես անդրադառնալ նմանատիպ մարդկանց կարիք էլ չկա, որովհետև այս հարցերի կարևորությունը այնքան մեծ է, այնքան ծանր է, որ մենք չպիտի տենց փոքր բաների վրա ուշադրություն դարձնենք, բայց պիտի մենք աշխատենք այն ուղղությունով ավելի մեծ, որ ասում եմ, սեր ու հավատք ժողովրդի մեջ իրար նկատմամբ դա մեծացնենք, արթնացնենք, որովհետև հարգանքը, սերը իրար նկատմամբ դա է ամենամեծ հզորությունը։ Չճանաչելով մենք իրար, բայց հայ լինելով ծանր իրավիճակում մենք պիտի այդ սերը ու հարգանքը իրար նկատմամբ ավելի գեներացնենք։ Դա ոնց որ ասում են, բանա, այն հակա գործողությունն է, որը չեզոքացնում է ատելությունը ու չեզոքացնելու է մարդկանց կողմից այդ նմանատիպ պառակտման փորձերը, ես գիտեմ, թե դա ստացվելու է մեր բոլորի մոտ, ու արդեն ստացվել է, ու հետագայում էլ ավելի է ստացվելու, որովհետև մենք տեսնում ենք փրկությունը մեր ազգի միասնությունը մենակ դրա մեջ է, ով խոսում է միասնության մասին,
Շատերն են չէ խոսում միասնության մասին, բայց միասնություն հասկացողությունը կամ մարդիկ բան են անում, իրաց կողմ են հավաքում այդ միասնության իմաստը, անձնավորում են, կամ էլ ինչ-որ գործողության process-ի մեջ են դա տեսնում, բայց ես ամեն ինչի մեջ պիտի միասնություն լինի։ Չի կարելի իրան անջատել, այս հարցում միասնական լինենք, բայց մնացած հարցում իրար ինչ ատենք, թե իրար քննադատենք, չէ, ամեն հարցի մեջ միասնությունը պիտի լինի։ Այն մարդիկ էլ, որ ուզում են առաջնորդ լինեն, հերոս լինեն, բոլորը ունեն հնարավորություն այսօր համ առաջնորդ դառնալու, համ հերոս դառնալու, լինելու։ Մենակ բառերով չի, գեղեցիկ խոսքերով չի, մարդկանց ներկայացնելով չի։ Եղեք առաջնագծում, գնացեք ամեն հարցի մեջ, հանրության մեջ ինքներդ մասնակից եղեք, մի քիչ ձեզ զոհաբերեք, ցույց տվեք ձեր բանը, տրամաբանությունն է, տրամադրությունն է, ձեր մտքերն է, դա խոսքերով չի, դա պիտի տեսնես հողի վրա պիտի տեսնես։ Ժողովուրդը ամենից խելոք է այսօրվա իրավիճակում դա ժողովուրդն է։ Համ իր հավատքով որ հավատում է, համ իր որ չի հավատում դրանով, դու ժողովրդին չես կարա բարերով, խոսերով խաբես։ Այսօրվա իրավիճակում որ ասում են մի քանի տեղեր լսում ես ասում են ժողովուրդն է մեղավորը, չէ, դեռ ժողովուրդը ինչու է մեղավոր։ Ժողովուրդը որ եկել եք, համոզել եք, որ այս ղեկավարը լավ ղեկավար է։ Ուզեք մեկ լավն եք տեսել, չէ՞, այդ ղեկավարի մեջ, որ այդ հավատացել ենք, չէ՞, ժողովուրդն է հավատացել, որովհետև ժողովուրդը միշտ լավն է ուզում, ժողովուրդը միշտ լավ բան է ուզում տեսնի, ժողովուրդը մեղք չի, որ ինքը լավատես է, բայց այն անձները, որ իրանց դավաճանության սրիկայություն են դրսևորել, դա ժողովրդի մեղքը չի, ժողովուրդը լավն էր տեսնում այդ մարդու մեջ, ժողովուրդը ամեն ինչի մեջ է լավ տեսնում, որովհետև այս հողի վրա ապրողը, այս որ ասում է, այս հայրենիքը պահողը, դա ժողովուրդն է, նույնն էլ Արցախում, Արցախի ղեկավարությունից բռնած, մնացածը որ ասում են ղեկավար անձերից, այսօրվա իրավիճակում ես ահագին մարդկանց ընդհանրապես չեմ տեսնում ոչ միտեղ, որոնք Արցախում պաշտոնյաներ են զբաղեցրել, չէ՞։ Ստեղ եք, ահագին ես ահագին մարդկանց տեսնում եմ, ցույցերի ժամանակ դուրս էին գալիս, խոսում էին, կոչեր էին անում, մարդկանց մեջ հույսը հավատ էին արտնացնում։ Այսօր չկան, որովհետև ինքը սրիկա է, որովհետև այն ժամանակ իր բառերը դա եղել է անկեղծ չի եղել։ Ինքը որ լավ հայրն էր, լավ մարդ լիներ, միջով օրս էլ այս ծանր իրավիճակում գտնվող արցախցիների հետ կքայլեր, կգնար բոլոր հարցերի պատասխաններ, իրանց հետ էլ բանկաներ, կիսեր ահագին մարդ կա կորցրած իր հարազատները, կիսեր այդ ցավը, ահագին մարդ կա, որ այդ ծանր իրավիճակում կգնար մի բանով օգտակար կլիներ, այդ դա է հանրության մեջ գնահատվում, դա է բանի մեջ ոչ թե բարերով դուրս գա երկու խոսք ասեն, ճառեր խոսեն, մարդկանց հետ չի ստացվելու, խաբել եք, այնքան խաբել եք, որ ժողովուրդը չի ուզում, նմանատիպ մարդկանց հետ ընդհանրապես չեն էլ ուզում լսեն։ Ես ինչի համար եմ երկարացնում այդ հարցի պատասխանի բանը, որովհետև ինքը մի բառով չես կարա պատասխանես, ամեն կողմից պիտի խոսքի մեջբերումներ անես, որ ընդհանուր միտքը, ընդհանուր պատասխանը հասկանալի ու հասանելի լինի հանրության կամ ժողովրդի համար։ Պարոն Իսրայելյան, Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումները շարունակական են, որովհետև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներից հանդիպում է եղել նրա մոտ եւ հետո Սամվել Շահրամանյանն է եկել վրանց հետ հանդիպել, հիմա շարունակական են նրա հետ հանդիպումները։ Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք հիմի ներկայացությունում, մեկ ընթացքում մի քանի հանդիպումներ եղել է արդեն, տարբեր խմբեր, որ եկել են խոսքի մեր հետ հանդիպման, դեղ իրանք էլ են ցանկացել Շահրամանյանին, որ ինքն էլ ներկա լինի, ինքն էլ է, то есть եկել է, չէ, փակ չի, դեղ ամեն հանդիպման ընթացքում եք ներկայացնում եք, ինչ հանդիպ, որովհետև մեր հանրության հետ է խմբերը, ձևավորած մայրերի հետ, բանը կազմակերպություններ, հետո բանը դեղ Պայթունի հետ կախված հարելի ծանր հանդիպում ա եղել, ծանր, ես նրա համար ուզում եմ առանձին անդրադառնամ, այդ հանդիպման ընթացքում էլ է եկել մասնակցել ու գիտեք, այդ մարդկանց իրավիճակները, որ ասում ա, բացի այդ ծանր կորուստից, իրանց Եսիմիկվա կարգավիճակում չունեն այդ մարդիկ, որ կարգավիճակ ունեն, մեկ էլ չունենք մեղավորի խոսքի, այդ մարդիկ ուզում են տենան մեղավորը ով է, չէ,
ու ես դեղ ահագին խոսքի իրանց հետ շփման ընթացքում սենց բաներ է ձևավորվել, այդ ժամանակ այդ տարածքը դա բանի պաշտպանության բանակի բանի տակ է եղել, պատասխանատվության տակ է եղել, պաշտպանության բանակի մեր ժամանակվա ղեկավարը Կամո ոնց ազգանունու ոչ այդ ժամանակվա ներկայացուցիչի ղեկավարը ես գիտեմ թե իր կողմից եղել է շատ լուրջ բացթողումներ որպես ղեկավար ու ես գիտեմ թե ինչ պատասխանատվությունը պիտի սկսվի իրենից այդ մարդուց ու ես որ հարցրել եմ այդ ծնողներին այդ հարազատներին ունեցել են հանդիպումներ իր հետ բայց միշտ խուսափել է պատասխաններից ու ես գիտեմ թե այսօրվա իրավիճակում այդ մարդուն պիտի ինչ որ իրավական բանով բանանեն պատասխանատվության կամ պարզաբանելու պիտի այդ մարդը խոսա Վարդանյան Կամո Վարդանյան այդ մարդը միջև այսօրվա իրավիճակում իմ հասկանալով, իմ տեսնելիքներով թաքնված իրավիճակում է գտնվում, հիմի օգնական է ներկա պաշտպանության բանակի ստեղի Վար Հայաստանում գտնվելու խորհրդական է ինչ-որ, բայց այն հանցագործությունները, որ կատարվել է Արցախում, ես գիտեմ թե այդ մարդիկ սկզբնական շրջանում պիտի պատասխան տան, ինչ հիմունքների վրա է եղել, ում բացթողումների վրա է եղել, հետո ստեղ արդեն պաշտոն զբաղեցնելու մասին մտածեն կամ էլ ով էլ իրաց պաշտոն ատվել, երևի դրանք էլ միասին պիտի պատասխան տան դրան։ Ես գիտեմ թե այդ հարցերին մենք անդրադառնալու ենք անպայման, այս մոտակա ժամանակները տես քննարկումներ բան եղել է, այդ ընթացքում որովհետև ինձ մարդկանց անուններ են տալիս մեղավորության, որ այդ միջև հասնել այս մարդկանց պատասխանատվությունը առաջերտին պատասխանատու համար մեկը եղել է Կամո Վարդանյանը։ Հիմի պատասխան տուր այ մարդ դուրս արի ժողովրդին բացատրի, ներկայացրու, ոնց եք թողել այդ տարածաշրջանը անտեր տիրական, որ ժողովրդի համար դարել է հասանելի գնալու, ու դրանից հետո էլ այդ որ այդ իրավիճակը ստեղծվել է, այդ պայթուններ, որ ասում է այդ ձևի ծանր հետևանքներ էլ բան արել։ Ու սենց նմանատիպ հարցեր շատ կան, ես գիտեմ թե խորհրդի կողմից ընթացք process-ի ընթացքում մենք անդրադառնալու ենք ամեն մի արցախցու կամ էլ ամեն մի խմբերի, համայնքների ներկայացրած հարցերին մենք անպայման անդրադառնալու ենք ու անպայման ոչ թե բացի անդրադառնալուց մենք գտնելու ենք դրա լուծման ճանապարհները կամ էլ ինչ ձևաչափով այդ հարցերի բաները կարգավորելու համար։ Այս ժողովրդին չի կարելի նորից եմ ասում Արցախահայությունը գործունելով հայրենիք, գործունելով իր հարազատներին, գործունելով իր պատմական, պապական տարածքները, տունը, ոչ մեկը իրավունք չունի, ոչ Արցախի հարցը փակելու, ոչ մեկը, ոչ այս մարդկանց այս իրավիճակում, որ ասում եմ, թողնել անտեր տիրական, ոչ էլ հետագա հետ վերադարձի հարցը, հավաքական հետ վերադարձի հարցը կասկածանքի տակ դնելու։ Այո, ծանր ժամանակ է, հիմիկվա իրավիճակում մենք չենք կարողանում վաղը այդ հարցի լուծումը տանք, բայց դա չի նշանակում, որ այդ հարցի լուծում չունի, դա չի նշանակում, որ այդ հարցի ձևաչափով էլ փակվելու է գնալու է։ Չէ, ես այդ բանի հետ համաձայն չեմ, ստեղ բոլոր մեղքերը գալիս է ներկա իշխանության բացթողումներով, ներկա իշխանության անպիտանի իր բաներ աշխատանքներով, որի վերջում էլ բերել է, հասցել է պետական մակարդակով հանցագործության, պետական մակարդակով դավաճանության։ Այստեղ ազնվորելու իմաստ չկա։ Հիմիկվա ղեկավարների տեղը ուրիշ մարդիկ էին, մենք նրանց էինք ձևի քննադատելու, նրանց էինք, որ ասում այդ բարերը բանելու, լինեիք ուժեղ ղեկավարներ, լինեիք, որ ասում այն առաջնորդները, որոնք առաջներում նրանց շնորհիվ կարողացել եք Արցախը պահել հայկական, դուք էլ կարողանայիք լինեք այդ ձևի առաջնորդ, որ կարողանայիք պահել, բայց այսօրվա իրավիճակում հետ նահանջով ասում եք լավ եք ապրելու, կործանելով ասում եք լավ եք ապրելու,
խաղաղության մասին եք խոսում, ժողովուրդը հələ հոգեբանական ծանր իրավիճակում դու ինչ խաղաղության մասին ես խոսում, ում խաղաղության, ում հետ խաղաղության։ Անձամբ ես խաղաղություն չեմ ուզում։ Եղբայրս գերիության մեջ գտնվելուց ես խաղաղություն չեմ, ինչ խաղաղության մասին։ Մարդիկ իրաց հարազատները, գերեզմանները դեղ չգիտեն ոնց է հետագա խաղաղություն, ինչ խաղաղության մասին եք խոսում։ Խաղաղության մասին խոսում են ուրեմն այն մարդիկ, որոնք բացի իրենց կյանքից բարելավելու կամ իրենց համար լավ ապագա դες որտեղ հաց դեկած այդ ձևաչափով այդ մարդիկ են տեսնում մենակ դա, բայց դրանք ես կարամ ասեմ ժողովրդի շահերը, ազգի շահերը ներկայացնող մարդիկ չեն։ Դրանք շահամոն կամ դրանք մի հատ նենց ոնց ասեմ, ամոթանքել են, տեսնում եք ինչա կատարվում, ոնց է ներկայացնում, գալիս է մեր երկրի մեջ մարդկանց վրա մատ են թափ տալիս, գալիս է մեզ հայհոյում, այս վերջի ժամանակներն հաշվի առնելով հայհոյում, տենց անդաստիրակ, անմակարդակ կերպարներ էլի, որ ասում եմ, բայց գնում են դրսում Ալիևը առաջ նստում, սենց բանի կատվի պես, խոսելու ձևներ, որ ասում դեղ են իրաց մատով ցույց տալիս, մի հատ չեն կարող պատասխան տան կամ ոչ թե չեմ ուզում մանրամասն ամոթանք եմ ես դա տանում, իմ համար դա մեծ ամոթանք է, նորից եմ ասում, որ իմ ազգի ղեկավարը ես դրանով չեմ հպարտանում, այլ ամոթանք եմ անում, այդ ցավը դա է, ու բոլոր մեր կորուստների, բոլոր մեր այս իրավիճակում հայտնվելու պատճառները դա է, մարտելությունն է, ղեկավարը պիտի տղայությունը պիտի այն էլեմենտար իր այդ բանը պիտի պահպանի, որ ազգի մեջ դու բան չի, դեց հարցերը, ես մենակ հետագա զարգացումները, թե Արցախը հիմնախնդրի հետ կախված, թե ժողովրդի այս իրավիճակի հետ կախված, ես մենակ տեսնում եմ այս ոչ այս ներկա իշխանության ներկայացուցիչներին, օրոք, նոր մարդիկ գան, որ ասում եմ, գիտակցող, տրամաբանող, հայրենասեր ներկայացուցիչներ ունենանք, որ մենք ազգովի էլ նորից եմ ասում միասնական մեջ կաղնենք ու այս ծանր իրավիճակից մինձևի բարելավել կամ էլ գոնե այն կարևոր հարցերի շուրջ կարողանանք դա թե միջազգային հարթակներում է, թե մեր մեջ է կարևորացնենք այդ հարցերը ու դրա լուծումները ստանալու համար մշակենք տարբեր ուղղություններ։ Ու ես վստահեցնեմ դա լինելու է։ Եթե մենք հազարամյա տարիներ ապրել գոյատևել ենք, դա ի շնորհիվ հենց էջևի նմանատիպ առաջնորդների կամ հերոսների շնորհիվ է եղել։ Այն ժամանակներին էլ եղել դավաճաններ, ավելի վատ, որ ասում եմ, կերպարներ, բան մեր պատմության մեջ մենք դա համուսումնասիրել ենք, համ կարդացել ենք, համ տեսել ենք, բայց ցավոք սրտի մենք այսօր եկել ենք ու ապրում ենք ու ականատես ենք այդ իրավիճակի մենք ենք ականատես։ Այդքան պատմություն անցած, այդքան դաժան ժամանակներ անցած, սկսած դավաճանությունից ու հերոս կերպարներից, որ ասում եմ, մենք այսօրվա իրավիճակում էլ հայտնվել ենք այդ նույն կարգավիճակում, որ դա անընդունելի է, բայց ես ասեմ, մենք հզոր ազգ ենք, մենք ուժեղ ազգ ենք, արցախահայություն, մայր Հայաստանում հայաբնակ մեր ժողովուրդը, տարբեր բաները մենք ուժեղ ազգ ենք, մեր համախմբվածությունով մենք ես գիտեմ, թե էլի գալու ենք այդ հաղթանակները, էլի վերականգնելու ենք մեր հայի պատիվը, հարգանքը ոչ թե մայր Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ոնց որ միշտ եղել է։ Ես այն առաջվա ժամանակների միշտ հպարտանում էի ամենտեղ հայի կերպարը որպես լավ ներկայացուցիչ, ինչ-որ ոլորտում զարգացած կամ այդպես բաներ ունենք մենք, դա պիտի գերացնենք։ Պարոն Իսրայելյան, ամփոփելով մեր հարցազրույցը, այսինքն այն եզրահանգման են գալիս, որ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը արցախցիների խնդրին լուծում չտա, ապա ձեր քայլերը լինելու են ավելի վճռական։ Այո, վստահեցնում եմ այն հարցերը, այն լուծումները, որ չլինի, որ ժողովրդի արտագաղթը ստեղից բան չլինի, այն լուծումները, որ ժողովրդի շահերի հետ կախված առաջնային չլինի, նորից եմ ասում, մենք նորից ենք էլի գնալու մեծ հանրահավաքի, բողոքների, ակցիաների, ամեն ինչի նորից այդ հարցերի լուծումների պատասխանները ստանալու համար, բայց հələ ժամանակ կա,
այս մոտակա ժամանակները շատ տենց երկար չի, մենք արդեն եզրակացություն ենք ձևակերպելու արդյունքները այս հանդիպումներից։ Արդյոք իշխանության կողմից եղել է դա կառուցողական, կամ իրաց կողմից եղել է ցանկություն այդ հարցերությունները, կամ չէ։ Մոտակա ժամանակները դա լինելու է մեր համար հասկանալի ու մեկնորից եմ ասում թափանցիկ, պարզ, հանրության հետ միասին հետագա անելիքները, գործողությունների հետ ինչ ամեն ինչից միասնական անելով։ Ու ես ժողովրդին դիմում եմ հենց այդ հարցով, որ ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, բոլոր հարցերի պատասխանները մենք ինքներս պիտի մենք գնանք պահանջատեր լինելով նորից եմ ասում այդ հարցի լուծման համար մենք պիտի գնանք, որ մեզ չօգտագործեն, դերակատարը մենք պիտի լինենք։ Մենք կարողացել ենք, տեսել եք, չէ՞, որ սկզբնական շրջանում հայտարարությունով, համախմբվածությունով ցույց ենք տվել, որ մենք տեր ենք այդ որ ասում եմ մեր այդ հարցերի լուծման բանաձևի կամ ներկայացնելու ձևով մնացած մարդիկով փորձում են պարակտում մտցնել, նորից մի հավատեք, դրանք դες խաբելու են, ու դա ուղերձված տարբեր կողմերից, սկսած իշխանության կողմից, որ չեն բանանում, բացառում, ու մնացած այն ներկայացուցիչներին, որոնք ձեռ չի տալիս մեր համախմբվածությունը, որովհետև իրաց դերակատարությունը լավ է իրականանում պարակտված մթնոլորտում, որովհետև իրաց հավատք չունեն իրաց նկատմամբ, դրա համար մի ձևի ծանր են տանում այդ մարդիկ, որ չունեք, ինչ է բանանում, ամեն ձևի վատություն, վնաս են ուզում հասցնել, բայց սա վնասը գալիս է մեզ վրա, դրա համար մենք հակառակ պրոցեսը պիտի ցույց տանք, իշխանության կողմից լինի նորմալ, ադեկվատ, կառուցողական, որ ասում եմ մոտեցումներ, խնդրեմ արդյունքները կերևա, չերևա, ուրեմն չի եղել, մենք ուրեմն կազմակերպած պիտի գնանք հաջորդ գործողությունների հաջորդ քայլերին, ու վստահեցնում եմ, որ գնանք էլի թե ճնշման միջոցով է, թե կոշտ քայլերով է, թե ինչա, մենք մեր հարցի պատասխանները ստանալու ենք ու պիտի ստանանք այսքանը։ Շնորհակալություն ձեզ, պարոն Իսրայելյան։ Front TV հարգելի հետևորդներ, ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։ Կհանդիպենք։